Ինչ է խոսում այսօր ընդդիմությունը։ Դե հիմնական թեզը այն է, որ մանդատները մի վերցրեք, ես ձեզ խնդրում եմ, մի նեղեք այդ մարդկանց, իրանք չեն կարող դա անել, մի պահանջեք մի բան, որ իրանք չեն կարող անել։ Դա նախ տեխնիկապես անհնար է, իրանք չեն կարողանալու իրենց 100-200 հոգանոց ցուցակների բոլոր անդամներին համոզեն, որպեսզի նրանք հրաժարվեն դեպուտատ դառնան։ Այդքան փող են ծախսել մարդիկ, այդքան սխեմաներ են աշխատացրել, այդքան մարդիկ բանտում են հայտնվել ու դեռ հայտնվելու են, ոնց իրանք մանդատները չվերցնեն։ Էլ չեմ ասում, որ մանդատ չվերցնելը, եթե ինչ որ ձևով դա ստացվի, հա, որևիցե բան չի փոխելու, այլ падգամավորներ են հայտնվելու, այլ կուսակցություններ կհայտնվեն եւ դա իրականության մեջ բան չի փոխի։ Իսկ հիշում եք 8-րդ գումարման ազգային ժողովի պատմությունը, ընդդիմությունը հրաժարվեց տարբեր պաշտոններից, Դոնթի բանաձևով իրենց հասանելի ազգային ժողովի հանձնաժողովների ղեկավարների, հանձնաժողովների տեղակալների, ղեկավարների տեղակալների պաշտոններից եւ ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ազգային ժողովը կշարունակի եւ շարունակելու է աշխատել։ Թեպետ հետաքրքիր է, թե ոնց է օրինակ Հայաստան դաշինքը, այսինքն ինչ երեսով է, անուն ինչ է դնելու, որ 8-րդ գումարման ազգային ժողովում իրանք չեն մասնակցել աշխատանքներին, չեն վերցել հանձնաժողովների ղեկավարների պաշտոնը, հիմա վերցնելու են, ինչ տարբերություն։ Այսինքն իրավիճակի մեջ են հայտնվել։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանին, նախ ազգը սպասում է Սամվել Կարապետյանի ասուլիսին, հարցազրույցին, ինչ եղավ, գիշերը խոսք էր տալիս, որ առավոտյան հայտարարությամբ հանդես կգան, ինչ սպասումները չարդարացան, 1 միլիոն մարդու փող էր բաժանվել, բայց իրականում այդ բաժանված փողի դիմաց ընդամենը դրա 1/3-ի չափով ձայներ եկան, հա, դրա համար չգիտեք ինչ խոսեք, ել չեմ ասում, որ ստեղ-ընդեղ գորգռում էիք, ինչ ենք ունենալու մենք 10 օր հետո, 29 մանդատ եք ունենալու դուք 10 օր հետո, ահա թե ինչ եք ունենալու դուք 10 օր հետո, ինչ է վեցը, բարի գալուստ իրական Հայաստան, բարի գալուստ ազատ Հայաստան, բարի գալուստ խաղաղ Հայաստան, կգաք, միասին կքննարկենք, թե ով որ կաբինետում է նստելու ազգային ժողովում, խոստանում եմ ամեն ինչ անել, որ լավ կաբինետներ ունենաք, կաշխատենք միասին, Նարեկ Կարապետյանը լինի խմբակցության ղեկավար, եթե գա իհարկե ազգային ժողով, կամ ազգային ժողովի փոխխոսնակ կդառնա, ինչը վատ չի, ասեմ, պարլամենտական երկրում։ Ռոբերտ Քոչյանը բնական է չի գա, կամ չի հասցնի գա, ենթադրում եմ, որ իրեն սպասում են շատ ավելի ուրիշ տեղերում, որտեղ ինքը վաղուց պետք է լիներ։ Մեզ հաջողվեց անցած 1 տարվա ընթացքում դիմագրավել հիբրիդային աննախադեպ հարձակումների, աննախադեպ բոլոր վերլուծությունները միջազգային կառույցներ ցույց են տալիս, որ գրեթե որևէ երկրում այսպիսի ալիք չի եղել։ Եվ մենք միասին մեր քաղաքացիների հետ, պետական ինստիտուտների հետ, մեր ջանքերի գերլարումով կարողացանք դիմագրավել դրան եւ ջախջախել հիբրիդային մրցակիցներին եւ հակառակորդներին եւ թշնամիներին։ Եվ դրանում ներգրաված են շատ խաղացողներ, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, կան շատ խամաճիկներ այստեղ, բայց դրանք ընդհանրապես այսպես ֆեյսն են, դեմքն են, եւ շատ ավելի լուրջ խաղացողներ կան, որոնք ջախջախված են։ Նրանց չհաջողվեց ոչ խափանել մեր համակարգերը, նրանց չհաջողվեց ըստ էության ոչ ազդել մեր հանրության կարծիքի վրա։ Հիբրիդային հարձակումների կարևոր դետալներից մեկը ընտրությունների արդյունքների լեգիտիմության վրա ստվեր գցելն է։ Հիմա իրենց այստեղի լրտեսները եւ թշնամական կառույցները լծված են դրան եւ մի հատ հետևեք, շատ հետաքրքիր է, թե ընտրություններից հետո ովքեր սկսեցին խոսել ընտրությունների լեգիտիմության մասին եւ կտեսնեք, թե ինչպիսին է նրանց ցանցը։ Իսկ հիմա իմ խորհուրդն է, անցնենք բնականon կյանքի
վայելեք անվտանգ, ազատ, անկախ պետականություն ունեցող Հայաստանը, այն պետականությունը, որը մենք միասին ենք հասել, ամրապնդել եւ շարունակել ենք ամրապնդել։ Դուխներդ տեղը, ապրեք ձեր կյանքով, գնացեք աշխատանքի, զբաղվեք ձեր ընտանիքներով, գնացեք ձեր երեխաների հետ զբոսնելու։ Անշարժ գույք եք ուզում գնել, գնեք անշարժ գույք, բիզնեսով եք ուզում զբաղվել, զբաղվեք բիզնեսով, արվեստով եք ուզում զբաղվել, զբաղվեք արվեստով։ Դուք դրան արժանի եք, սա ձեր ձեռքբերումն է, դուք եք հասել նրան, որ այս ամենը ունենաք։ Միասին մենք կարողացանք դիմագրավել այդ հարձակումներին եւ հիմա ուղղակի այդպես առանձին խրամատներում ջախջախված ստորաբաժանումներ են մնացել, որ խալաստոյի փամփուշտներ են կրակում, բայց նրանք ոչինչի չեն հասնի, լավ եղեք։